Տիգրան Գյուլումյան ծնվել է 1980 թվականին, ստացել է բարձրագույն ուսումնական կրթություն, ձեռք բերել դերասանի եւ ռեժիսորի մասնագիտություն։ 2001-ից 2005 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում որպես դերասան։ 2002 թվականից աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում որպես ռեժիսոր։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, գովազդային հոլովակներում։ Ֆիլմերից են «Մի վախեցիր», «Իմ մեծ հայկական հարսանիք», «Կորած մոլորածը Հայաստանում», «Քայլ ձիով» եւ «Քաղաքում» հեռուստասերիալը։ Զբաղված է «Mea culpa» Ժանգոտ Բանալին ներկայացումներում։ Մեր հպարը խոսք ունի ասել, հպար ջան, լսում եք, ծավը տանեմ։ Ժողովուրդ ջան, աշխատանքներ են տանում իրենց բնականon հունով։ Գնացեք տուն, հարցաքննում ենք։ Հա, հենց այդ եմ ասում, Ալեքսան ջան, բա չգամ օգնեմ հարցաքննեմ։ Արա յանեմ դու ինչ ես լոփո դուս տալի։ Չէ, մի գաս հարցաքննես։ Գնա խոտդ բերես մի շաբաթը հանդում չորանում ա։ Հա, քեզ էլ խոսալու բաներ պետք է լի։ Դու ասա գնա տրակտորը ծառ, կենա հանդում փչացածա։ Hey, երկիր արանց, сколько миссий брали? Что? С этого возьми 200. Տաքսի պետք է տղեկ ջան։ Չէ լավ աղբերս, մեկ ավտոյով ենք։ Հա, բայց հիմա Mercedes է, ապե ջան։ Ես շատ ուրախ եմ աղբերս, հիմա ինչ մենք մեր ավտոն թողենք քո ավտոյով գնա։ Նոմենտ Ամերիկայի վրա գնաց, էլի ձեր ծավը տանեմ։ Ապեր Ամերիկայի մոտ ռեստորան կա, դրա հետևը որ ուզում ես կանգնես, սես պիտի ֆրասախ թաղամասը ֆռում ես, գալիս ես հետևը կանգնում ես, նոր ծավը տանեմ։ Սկսած 2004 թվականից գործունեություն է ծավալում որպես հանդիսավար թամադա եւ ուրախ հանդիսությունների կազմակերպիչ։ Այս 10 տարիների ընթացքում հասցրել է կազմակերպել եւ հանդես գալ որպես հանդիսավար թամադա շուրջ 1300 միջոցառումներում։ 2011 թվականին հիմնել է BML հանդիսություններ կազմակերպող ընկերությունը, որը տեխնիկապես հագեցած է եւ որի աշխատակազմում ներգրավված են բարձրակարգ ու պրոֆեսիոնալ մասնագետներ։ Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մի խոսքով հարսանքավորներ։ Մի անգամից ուզում եմ ասել, բոլորիս աչքը լույս լինի։ Քանի որ այս ժամանից սկսած մեր կողքին ձևավորվում է մի նոր հայ ընտանիք, մի նոր հայ օջախ, որ պետք է բարգավաճի մեր օգնությամբ եւ իհարկե Աստծո օրհնությամբ։ Հայկական է սեղանը, օրենքը, վարմունքը, բայց առանց խորոված, կիսատ է բուրմունքը, թող դալա լինի ձեռքը շարողի եւ պատրաստողի եւ չարչարվողի, երկու պարով, այնը մեզ բերողի։ Ձենոր կյանքի թեպետ դժվար, բայց հաճելի ճանապարհին թող որ լինի գարնան ծաղկունք ու լույսերի անձրև թափվի։ Եվ իհարկե, կրկին մաղթում ենք ձեզ, թող սեր լինի։ Երջանկության համար միայն ու միայն մեծ ու անկեղծ սեր է հարկավոր։ Խմում ենք ձեր թանկ կենացը։ Հայաստանի Հանրապետություն պատվավոր սկեսուրների միություն։ Պատկերացնում եք վկայականով զոքանչ։ Մեր նորապսակների ծնողների թանկ ու նվիրական կենացը։ Այսպես է եղել դրված ներկայացը, և դա նորմալ է ու շատ բնական։ Գնուքից սկսված մինչև հարսանիք, բոլորս ունենք քավորի կարիք, ձեր բաց ձեռքերով միշտ պահանջ լինեք, ձեր բաց սրտերով կողքներից լինեք, հպարտենք ձեզնով, վկայեն հացը, մեր քավոր տիկնոջ, նրանց ընտանիքի, քաղցը, կենացը։ Ամեն մեկին ցանկանանք հաջողություն ու բարիք, եթե նույնիսկ առել ենք թե ծերություն, թե տարիք, և նույնն է, միշտ էլ ունենալու ենք քրոջ ու եղբոր կարիք, քույրերի և եղբայրների, անզուգական կենացը, հրաշք հարսը պիտի պարի, որ նազանքով, երազանքով, թևեր առնի հարսի պարը։ Ես ուզում եմ հայտարարել պարային մրցույթ, որտեղ կլինի հաղթող, կլինի մրցանակ։ Ես էլ ջղայնացած վրացի է։ Ես ինչ անում։ Ես էլ հայրենիքը կորցրած ընդիկը։ Ես ինչ լավա։ يا حبيبي
ասել Գուգայում բանակի քերմելնի։ ما شاء الله Վերջը ապա են կանչելու։ Ապրեք, բայց մեկ-մեկ է վայլ սպարեք։ Հաշվարկը լսելուց հետո արագ բերում եք Ազապի կոշիկները։ 3, 2, 1։ Ազապ ջան, արի, նասկին ծակ չի, չէ Ազապ, արի։ Եվ հիմա ես ուզում եմ հայտարարել, որ լինելու է մեր հարսանեկան երեկոյի ամենագեղեցիկ պահերից մեկը հարսի ծաղկի խաղարկման ընթացքը։ 1, 2, 3։ Մոտենում ենք նրա մսակներին բոլորով։ Հետ են գալիս։ Ես ձեզանից շատ խնդրում եմ եւ կներեք այս խոսքիս համար, որպես ձեր ընկեր նաեւ պարտադրում եմ, էլ նման բան չանեք։ Սա թող լինի առաջին ու վերջին հարսանիքը ձեր կյանքում, էլ չամուսնանաք։ Ինչքան կրակ ու վառ խնդում բոլորը ձեզ, բոլորը տանք ու նվիրենք, մեզ ոչ մի հուր թող չմնա։ Դուք չմրսեք ձմռան ցրտում, Աստված ձեզ պահապան։ Բոլորը ձեզ մնաք խաղությամբ։ Наступил по всем поверьям год любви, истребиной заповедной оборви. Полюбите, полюбите, платье красное купите, год любви. Այդ երեկո կազմակերպելու մեջ ամենաակտիվ դերը տարավ Տիգրանը։ Ապրես, հալալա, դու պրոֆեսիոնալ ես։ Էս էիք ուզում։